Քրիշտիանո Ռոնալդուն վերադարձավ, հայտնի չէ որտեղից, բայց գոլերը գնացին։ Պորտուգալիան վստահ հաղթանակ տարավ ուզբեկների նկատմամբ, բայց դեռ ոչինչ որոշված չէ։ Բրազիլիան նվաճեց փլեյօֆի ուղեգիր, Վինիսիուսը ճախրում էր, իսկ Նեյմարը վերադառնում։ Ու այդ ամենի ֆոնին Մեսսին նշում էր 39-ամյակը։ Կոմենտներում գրեք, թե ես որտեղ կլինեմ 39 տարեկանում, լայքեք, բաժանորդագրվեք ու լավ եղեք, որովհետև մենք սկսում ենք։ Քրիշտիանո Ռոնալդուն տերմինատորն է։ Մետաղական է դրա համար։ Շատ մակերեսային է, ինչպես միշտ։ Եկեք հիշենք տերմինատորի ամենահայտնի արտահայտությունը։ I'll be back. Ու նա վերադարձավ։ Գլոբն է վերադարձել է, ու նրան վերացնելն անհնար է։ Ու համարյա անհնար է։ Իրականում խաղից հետո նա շատ լուրջ խոցվեց, թե ինչպես կասենք մի քիչ ավելի ուշ։ Հիմա անդրադառնանք խաղին, որի ընթացքում Քրիշը մի քանի ռեկորդ թարմացրեց։ Գլոբ մտի։ Ռոնալդուն Ուզբեկստանի հետ խաղից հետո դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել աշխարհի 6 տարբեր առաջնություններում։ Դարձավ Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն աշխարհի առաջնություններում 10 գոլով, շրջանցելով լեգենդար Էյսեյբիոին։ Հավաքականի կազմում հասավ 145 գոլի։ Առաջին անգամ գոլ խփեց խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում 2022 թվականից հետո։ Դարձավ աշխարհի առաջնության պատմության ամենատարեցներից, ով գոլ է խփում։ Պորտուգալիան հաղթեց 5-0 հաշվով։ Ուզբեկները ոչինչ չկարողացան առաջարկել, անգամ իրենց փլովը։ Խաղը բնականաբար հետաքրքիր չէր, եթե չհաշվենք Ռոնալդուի գոլերը, որոնք պատճառ դարձան հետաքրքիր իրադարձությունների արդեն խաղից հետո։ Դրանք լավ հասկանալու համար պետք է հետ գնալ Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, որի գրեթե բոլոր խաղերում Ռոնի չուզողները տրիբունաներից անընդհատ Մեսսի են գոռում, ինչը ակնհայտորեն դուր չի գալիս պորտուգալացուն։ Էմոցիաները չկառավարել խաղադաշտում ինչ որտեղ հասկանալի է, բայց որ խաղից հետո լրագրողների հետ զրույցում, խառը զոնայում, խառը պատասխանների ու հարցերի մեջ նա չի զսպի իր էմոցիաները, ուղղակի ոչ ոք չէր սպասում։ Ռոնալդուն չթողեց լրագրողին ավարտել հարցը, շրջվեց եւ մատով ցույց տվեց մեկ այլ լրագրողի, հասկացնելով, որ հաջորդ հարցն է ուզում լսել։ Հետագայում իհարկե նրան հարցրել են Պորտուգալիա-Արգենտինա հավանական խաղի մասին, որին նա պատասխանել ու ասել է, որ դա հիանալի կլիներ։ Այսինքն ամբողջությամբ խուսափում չի եղել Մեսսիի թեմայից, բայց կոնկրետ Մեսսիի մասով այդպիսի խուսափումը հարցից իմ կարծիքով եւ շատ մասնագետների կարծիքով շատ բացասական կարող է անդրադառնալ նրա վրա, որովհետեւ այդպես նա ցույց է տալիս, որ այդ հարցը Մեսսին իր անձով եւ իր գոլերով շատ է նրան անհանգստացնում ու դա ակնհայտորեն ցույց տալը լավ բանի մասին չի խոսում։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ այս երկուսը անուղղակի պայքարի մեջ են անկախ իրենց կամքից։ Ու վերջապես մի Ռոնալդու կարողացավ փակել Ուզբեկստանի դարպասը իր գոլերով, բայց Մեսսի համար հարցով անգամ խառը զոնայի դուռը բաց չթողեց։ Չգիտեմ զուգատիպես թե չէ, բայց Պորտուգալիայի խաղից անմիջապես հետո Մեսսի էջում հայտնվում է այս բիթը։ Ինչ եզրակացությունը դուք արեք, իսկ ես ասեմ հաջորդ զավեշտին խառը զոնայում, որը եկավ եւ գլոբը պատմեց։ Շատ զվարճալի էր։ Պորտուգալական Live Mode TV լրագրողները, որտեղ Ռոնալդուն բաժնետեր է, հարցազրույցի ընթացքում կատակով նրանից աշխատավարձի բարձրացում եւ ծառայողական մեքենա են խնդրել։ Ռոնալդուն իհարկե ծիծաղել է, հումորով է ընդունել այդ ամենը, իսկ լրագրողները ասել են, որ այդպիսի բան նախորդ խաղից հետո ուղղակի ասել չէին կարող, որովհետև տրամադրությունը Իհարկե լրագրողները կատակում են, բայց մենք հո գիտենք, որ կատակի կեսը լուրջ է։ Ստացվում է, որ այդ ապիկարները սպասել են, որ շեֆի տրամադրությունը բարձրանա ու մի 2 կոպեկ փախցնեն։ Բայց հիհիները դնում ենք մի կողմ, որովհետև Պորտուգալիային 3-րդ տուրում շատ ծանր խաղ է սպասվում։ Նրանք դեռ չեն ապահովել խմբում առաջին տեղը։ Վերջին տուրում նրանք խաղալու են Կոլումբիայի հավաքականի հետ, որը 2 հաղթանակից հետո առաջին հորիզոնականում է
եւ 2 միավոր ավել ունի Քրիշենցից։ Հետևաբար 5-0 հաշիվը ուղղակի Պորտուգալիայի առաջին հաղթանակն էր մրցաշարում, վերադարձրեց թիմի ինքնավստահությունը, Ռոնալդոին ազատեց գոլային ճնշումից, բայց դեռ չի լուծել փլեյօֆ գնալու հիմնական խնդիրը։ Ռոնալդոն պետք է ամեն ինչ անի, որ Կոլումբիան իրենց պարտվի։ Իսկ թե ինչպես է անկեղծանում այդ թեմայով կգտնեք սոցիալական մեր էջերում։ Հղումները նկարագրության բաժնում են։ Իսկ մեզ հաջորդի սպասվում են խմբային փուլի 3-րդ տուրի խաղերը, որոնցից առանձնացրել ենք հունիսի 26-ի Ֆրանսիա, Նորվեգիա, հունիսի 27-ի Ուրուգվայ, Իսպանիա, Կապո Վերդե, Սաուդյան Արաբիա, հունիսի 28-ի Խորվաթիա, Գանա, Կոլումբիա, Պորտուգալիա խաղերը։ Իսկ ահա հունիսի 29-ից կմեկնարկի 1-16 եզրափակիչը, որի մասնակիցները ամբողջությամբ հայտնի չեն նկարանման պահին։ Ի տարբերություն եվրոպական բրազիլացիների, իսկական բրազիլացիները խմբում առաջին տեղը զբաղեցրին։ Անչելոտիի թիմը մրցաշարը սկսեց Մարոկոյի հետ ոչ ոքիով, հետո վստահ հաղթանակ տարավ Հայիթիի նկատմամբ, ամեն ինչ որոշվելու էր շոտլանդացիների դեմ խաղով։ Արդյոք Բրազիլիան կգլխավորի խումբը, թե երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ու փլեյօֆում մի հորի մրցակից կստանա։ Ու իրականում Կարլո Անչելոտիի դեմ ծառացել էին 3 հիմնական հարցեր։ Արդյոք Բրազիլիայի հավաքականը հասունացել ու դարձել է այն հավասարակշռված թիմը, որ կարող է պայքարել գավաթի համար։ Վինիսիուսը արդյոք կկարողանա հավաքականի կազմում վերջապես նույն արդյունավետությունը դրսևորել, ինչ որ Ռեալում 1-1։ Արդյոք Նեյմարը կվերադառնա խաղադաշտ։ Ու վերադարձավ Վինիսիուսի թեթև ձեռը։ Նեյմարը բաց էր թողել առաջին 2 խաղերը վնասվածքի պատճառով, ու ահա 3-րդ խաղի համար նա հայտացուցակում էր եւ պատրաստ մտնել ու ջնջխել բոլորին, բայց իհարկե այդ ամենը տեղի ունեցավ Վինիսիուսի փայլուն խաղի շնորհիվ, որին դեռ կանդրադառնանք, եթե չլինեին բրազիլացու գոլերը, Նեյմարը կարծում եմ 1 րոպե էլ ժամանակ չէր ստանա, որովհետև խաղը իսկապես շատ կարևոր էր։ Բայց դե իրականություն դարձան Նեյմարի խաղադաշտ վերադառնալը, նրա արցունքները, հուզումնալից պոստերն ու քանի Վինիին լոսում շաուրմա է պատիվ տալիս, պատմի Անչելոտի ու Վինիսիուսի զավեշտի մասին։ Այո, ճիշտ է հիշեցնում մեր երկրավզիկը։ Շատ գեղեցիկ պատմություն է եղել Անչելոտի եւ Վինիսիուսի միջև։ Ընդհանրապես դեռ Ռեալից նրանց մեջ յուրահատուկ կապ կա։ Այս խաղից առաջ Վինին արդեն 2 գոլ ուներ, նա խփել էր թե Հայիթիին, թե Մարոկոյին։ Սակայն Շոտլանդիայի դեմ խաղը ներկայացում էր 1 անձի կատարմամբ։ Վինիսիուսը շքեղ էր, նա գոլ խփեց, որը չհաշվեցին, գոլ խփեց անգամ գլխով։ Բրունո Գիմարայեշի փոխանցումից հետո նա պատկերացրեք գլխով գոլ է խփում, ինչը ես չգիտեմ, երևի մատների վրա կարելի է հաշվել նման դեպքեր։ Նա ընդհանրապես հայտնի է իր դրիբլինգով, արագությամբ, անցումներով եւ աջ ոտքով կատարված հարվածներով, բայց որ գլխի հարված կլինի, այստեղ շատ խորը ուսումնասիրություն եղավ եւ դետեկտիվները պարզեցին, որ խաղից առաջ շուլուխներ են արել Անչելոտին եւ Վինին, դրա համար էլ նա գլխով գոլ է խփել։ Պապա Կարլոն խաղից առաջ ասել է, որ Վինիսիուսը անհնար է, որ գլխով գոլ խփի։ Վինիսիուսն էլ խոստացել է, որ անպայման անելու է։ Այդպես գրազ են եկել։ Անչելոտին խոստացել է նվեր տալ Վինիին, եթե գոլ խփի գլխով։ Վինիսիուսը որոշեց վերջին ցույց տալ, որ անհնարին է հնարավոր է դառնում, երբ ոսկե գնդակ ես նվեր ստանալու։ Հաստատ մի տեսակը ուրիշ նվեր չեմ պատկերացնում, որ կգոհացնի Վինիին։ Նվեր ստացավ նաև Էնդրիկը, նա վերջապես խաղաժամանակ ստացավ Պապա Կարլոյի ձեռքով։ Մի քանի րոպե, բայց ստացավ։ Նախ շատ հուզվեց նրա հայրիկը այդ կապակցությամբ։ Իսկ Էնդրիկը այնքան էր ուրախացել, որ գնացել ու երեքով տոնում էին։ Ինչ գիտես երեքով, կարող է 4-ով են։ Այսինքն, դե Էնդրիկը չի խփում, մեկ էլ նենց է խփում, որ զույգ է կանգնում։ Անտե Բուդիմիրը նույնպես տոնում էր, բայց խփած գոլը, չնայած ինչ իմանաս, կարող է ուրիշ նշելու առիթներ էլ ունենա մի 9 ամիս հետո, որովհետև Իվանանոլերը շատ են խորված ֆաների մեջ։ Ու հենց այդ ֆաները շատ են տարբերվում Ամերիկայում։ Նրանք 100 մետրանոց խորվաթական դրոշը բացել ու Տորոնտոյով մեկ քայլում էին դեպի ստադիոն։ Նրանք այնքան տպավորիչ են, որ
Տորոնտոն մի քանի ժամով դարձել էր Զագրեբ, այդքան մեծ ազդեցություն կարող են ունենալ երկրպագուները։ Ու դա պատահական չէ, որովհետև այդ խաղը լեգենդար Մոդրիչի 200-րդն էր հավաքականի շապիկով։ Նա դարձավ պատմության մեջ ընդամենը 4-րդը, ով հատում է 200 գոլի սահմանը։ Նրանից առաջ կամ նույն մակարդակում են միայն Քրիշտիանո Ռոնալդուն, Քուվեյթի Բադեր Ալ-Մութավան եւ Լեոնել Մեսսին։ Ուրիշ ոչ միտեղ Քուվեյթի Բադերը Մեսսի եւ Ռոնալդուի արանքում չէր կարող հայտնվել։ Նա հավաքականի կարիերան սկսել է 2006 թվականին, այդ ընթացքում Խորվաթիային հասցրել 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ եւ 22 թվականի աշխարհի առաջնության 3-րդ տեղ պարգևել։ Իսկ 40 տարեկանում նա շարունակում է ոչ միայն խաղադաշտ դուրս գալ, այլ ղեկավարել թիմը ամբողջությամբ։ Մոդրիչը մրցաշարին մոտեցել էր վիրահատությունից հետո դեմքի հատվածում, բայց այդ ամենը չի խանգարում իհարկե, որ նա իր ամբողջ փայլով դրսևորվի։ 40 տարեկանում այդպիսի պատասխանատու դիրքում խաղացող ֆուտբոլիստը ուղղակի շատերը այդ տարիքում արդեն թոշակի են անցնում, իսկ նա երիտասարդներին կենտրոնից ղեկավարում ու ասում է ով որտեղ կանգնի։ Բրավիսիմո։ Ու դա շատ լավ երևաց Պանամայի հետ խաղի 57-րդ րոպեին։ Պանամացիների անկյունայինից հետո Մոդրիչը կազմակերպեց արագ հակագրող եւ հիանալի փոխանցումով Մարիո Պաշարիչին դուրս բերեց վտանգավոր դիրք։ Միայն այդ դրվագը ցույց է տալիս Մոդրիչի ամբողջ էությունը։ Մոդրիչը չի վազում ամենաարագը, նա պարզապես ավելի շուտ է հասկանում, որտեղ է հայտնվելու գնդակ։ Վերջին օրերին տեղի ունեցավ մի զվարճալի խաղ Մարոկոյի եւ Հայիթիի միջև։ Հանդուգն հայցիները ատամ էին գցում Հակիմիենց։ Նրանք 2 անգամ կարողացան առաջ անցնել Մարոկոյի հետ խաղում, բայց իհարկե մարոկացիների կարգը, նրանց ֆուտբոլիստների պատրաստվածությունը մի քանի անգամ բարձր էր ու նրանք կարողացան 4-2 հաշվով հաղթել։ Ուղղակի այստեղ պետքա ընդգծել, թե որքան անվախ ու աներեր էին հայցիները։ Նրանք հասկանում էին իրենց հնարավորությունների փոքրությունը, բայց միևնույն է գնում ու զվարճալի ֆուտբոլ էին խաղում, զվարճանալով եւ զվարճացնելով իրենց երկրպագուներին։ Սա է իրական ֆուտբոլը ու պետքա ընդօրինակել։ Տուպը ընդօրինակել։ Արդյունքում Մարոկոն միայն գոլերի հաշվով զիջեց Բրազիլիային ու զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Հյուրընկալ հավաքականներից ԱՄՆ-ն արդեն 6 միավորով մոտեցավ 3-րդ տուրի խաղին, իսկ ԱՄՆ-ի վերջին մրցակիցը Թուրքիայի հավաքականն էր, որը գլխովին տապալեց այս առաջնությունը։ Նրանք գլխովին տապալեցին մրցաշարը ու գնում են տուն։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Պուլիսիկի գլխավորությամբ կարողացան իրենց գլուխը բարձր պահել եւ գնում են առաջ։ Թե որքան կհասնեն, սա ուղղակի մեծ հարց է։ Մի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթանակ չտարավ, իսկ Թուրքիան տարավ բուրգեր, ազատություն, դեմոկրատիա։ Այս մրցաշարի ինձ ամենաշատը դուր եկած հավաքականներից Ճապոնիան էլ կարծես թե ապահովում է տեղը փլեյօֆում։ Որոշիչ խաղերից էր նաև Ճապոնիա-Շվեդիա խաղը, որը շվեդների համար ավելի քան շատ որոշիչ պետք է լիներ ու ճապոնացիները միանգամից բացեցին խաղի հաշիվը, բայց մի քանի րոպե հետո Էլանգան կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Դրանից հետո շվեդները ամբողջ ուժգնությամբ գնացին առաջ, բայց ճապոնացիների դարպասապահ Սուզուկին կարողացավ մի քանի հրաշալի սեյվ գործել եւ Սուզուկիի անունը բարձր պահել։ Ճապոնացիներին արդեն սպասում է Բրազիլիայի հավաքականը 1-16 եզրափակչում։ Ինչ որտեղ սենսացիա էր Հարավային Աֆրիկայի փլեյօֆ դուրս գալու իրականությունը։ Հարավայինների վճռական պայքարում աֆրիկացիները ուժեղ գտնվեցին կորեացիներից։ Հանդիպումից հետո Հարավային Աֆրիկայում տոնակատարություն էր, տոնախմբություն, իհարկե առանց սեղանների, առանց ուտելիքի։ Ու արդեն զգացվում է, որ այս մրցաշարը բոլոր տեսանկյուններից հիշարժան է լինելու։ Ընդունող երկրները 3-ն էին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից խոսեցինք, իսկ Կանադան ու Մեքսիկան։ Միանգամից ասեմ, որ երկուսն էլ նվաճել են փլեյօֆի ուղեկիր։ Ուղղակի տարբեր ճանապարհներով։ Մեքսիկան, որը մենք նշել էինք որպես ամենաֆուտբոլային երկիրը S3-ի շրջանում, 100%-անոց արդյունքով գնաց
play-off։ Պարզապես աներևակայելի խաղեր անցկացրեց Մեքսիկան եւ կարծում եմ նրա մասին այնքան շատ չենք խոսում, որքան պետք է լրացնել այդ բացը։ Իսկ կանադացիները մի քիչ շեղվելով հոկեյից պատմության մեջ առաջին անգամ աշխարհի լավագույն 32 հավաքականների շարքում կլինեն։ Դե Ամերիկայի մասին էլ արդեն խոսեցինք։ Ոբ, ստեղ մի րոպե ախպեր, այն զավեշտալի պատմությունը պատմի։ Այն որ Թրամփը ուզում էր մկրատ ֆրար մեջքի գնաց։ Մի քաղաքականացրու։ Ֆլորիան Բալուգանի մասին։ Արա, հա, Բալուգանը, նրա Ամերիկայի քաղաքացի դառնալը շատ զավեշտալի է։ Բալուգանի մայրը հղիության ժամանակ գտնվել է Նյու Յորքում։ Նա պատրաստվել է վերադառնալ Լոնդոն, բայց չի կարողացել ինքնաթիռ նստել, քանի որ հղիության արդեն չափազանց առաջացած փուլում էր։ Այդ պատճառով ընտանիքը ստիպված մնացել է ԱՄՆ-ում։ Ֆլորիանը այնտեղ ծնվել է եւ ավտոմատ դարձել citizen։ Իհարկե նա մեծացել է Լոնդոնում, ֆուտբոլ խաղալ սովորել այնտեղ, անցել Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներով եւ վերջում հնարավորություն ունեցել ընտրել 3 հավաքականներից մեկը՝ Անգլիան, Նիգերիան եւ ԱՄՆ-ն։ Նա իր խոսքով ընտրել է սրտի կանչով դեպի Ամերիկա, բայց մենք հո գիտենք ինչի համար։ Ամեն դեպքում փաստ է, որ մի չկայացած թռիչքը որոշեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակման գծի ուժը այսօրվա համար։ Ստացվում է Բալուգանի ամերիկյան կարիերայի առաջին գոլային փոխանցումը կատարել է ոչ թե Պուլիսիկը, այլ այն ավիաընկերությունը, որը թույլ չտվեց նրան նստել ինքնաթիռ։ Ժամանակը շատ արագ է թռչում նաև Լեո Մեսսիի համար։ Աչքերը բացեց, փակեց ու արդեն 39 տարեկան։ Արգենտինայի հավաքականի ճամբարում նշում էին նրա 39-ամյակ։ Խաղընկերները նրա անվան շապիկներ էին կրել, հատուկ անակնկալ էին արել, աշխատակիցները պատվիրել էին տորթ, որի վրա հատուկ 39 թիվը շատ մեծ էր, որպեսզի նրա խաղը դիտողները հանկարծ չմտածեն, որ նա 29 տարեկան է։ Գիշերով քնահարամ արեցին տղուն, այն անուշ երազի վրա, երբ նա վերցնում էր երկրորդ աշխարհի գավաթը, հանեցին ու տարան տորթ ուտելու։ Այնինչ նա ամբողջ օրը կաչային տերեր։ Դե ինչ այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես հուսամ, որ ձեզ դուր կգա, եթե դուր եք եկել լայքեք, զանգակեք, բաժանորդագրվեք, գրեք ձեր կարծիքները, որովհետև դրանք շատ կարևոր են մեզ համար։ Առջևում շատ հետաքրքիր խաղեր են սպասվում, որոնք անպայման կներկայացնենք ձեզ։ Ուղղակի մնացեք մեզ հետ։